Ինչպես է գնահատում քարոզարշավի ընթացքը եւ քաղաքացիները ինչ տեսակետ են հայտնում։ Շատ դրական վերաբերմունք, բայց նաև շատ մեծ հույսեր եւ ակնկալիքներ, որ հետո իրենց բարձրաձայնած հարցերը կարճ ժամանակում լուծում կստանան։ Առաջին հայացքից գրեթե դասական քարոզարշավ է, հա, ինչով է տարբերվում Տեսեք, քարոզարշավը ինքը տեխնոլոգիա է եւ կարծում եմ այդտեղ նոր բան հնարելու կարիք չկա։ Մենք մեր թիմով տարբեր ձևաչափերով քարոզարշավ ենք իրականացնում։ Առյուծի բաժինը ընկնում է իհարկե քաղաքացիների հետ անհատական հանդիպումները արդեն քայլելով, իրենց թաղամասերում, իրենց շենքերում, շենքերի բակերում հանդիպումներ ունենալով, նաև բակային հանդիպումներ ենք ունենում, նաև փակ հանդիպումներ ենք ունենում։ Այսինքն փակ տարածքներում դահլիճային հանդիպումներ նկատի ունեմ։ Ինչ խնդիրների մասին են բարձրաձայնում քաղաքացիները։ Քանի որ այս 3 ամիսների ընթացքում իմ պաշտոնական տարր նշանակվելուց ի վեր ես ձեռնամուխ եմ եղել ակտիվ կերպով ծանոթանալ Վաղաշապատ համայնքի խնդիրներին եւ մեծամասամբ հասցրել եմ ծանոթանալ, ասեմ, որ այդ խնդիրները, որ բարձրաձայնում են, մենք 1-2 անգամ արդեն իսկ իրենց թաղամասերում իրենց հետ քննարկել ենք այդ խնդիրները եւ որպես այդպիսի նորություն չկա, բայց եւս մեկ անգամ քարոզարշավը եւս մեկ անգամ հնարավորություն է տալիս ել ավելի շատ քաղաքացիների, որոնք այն հանդիպումների ժամանակ, նախորդի հանդիպումների ժամանակ չեն եղել, իրենց ձայնը չեն բարձրաձայնել, այժմ հնարավորություն ունեն այդ հարցերը բարձրաձայնելու, լուծման տարբերակներ քննարկելու, նաև պահանջելու, որ իրենց հարցերը շուտ լուծում ստանան։ Եվ եւս վերջին հարցը, հա, 3 համացանցում տեսանյութ հրապարակվեց, որ ընդդիմադիր թեկնածուների պաստառներն էին պոկում, սրա հետ կապված ձեր վերաբերմունքը։ Այսօր մեր պաստառներն էլ են պոկել եւ ես կարծում եմ, որ մենք կոնկրետ դիմելու ենք իրավապահ մարմիններին, թող իրենք զբաղվեն այդ հարցերով։ Իսկ այն վայրերում, որտեղ սահմանված չէ քարոզչանյութեր փակցնելը, դա համայնքապետարանի խնդիրն է, համայնքապետարանը պետք է քայլեր ձեռնարկի դրանք մաքրելու ուղղությամբ։